Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-իր միկրոբլոգում շնորհավորական գրառում է արել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի լիբերալ կուսակցության հաղթանակի առթիվ։ Հայաստանը գնահատում է Կանադայի հետ իր հարաբերությունները հիմնված բարեկամության եւ ընդհանուր արժեքների վրա։ Ակնկալում ենք հետագայում ամրապնդել եւ խորացնել մեր փոխշահավետ գործակցությունը, գրել է նա։ Միացյալ Նահանգների կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկմանը մարդու իրավունքների հարցերով փաստաբան Ջարեդ Գենսերը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի 2023 թվականի իրադարձություններին, դրանք որակելով էթնիկ զտում։ Նա նշել է, որ դրանից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայկական հետքերը եւ քրիստոնեական ներկայությունը վերացնելու համար։ Ջարեդ Գենսերը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը աշխարհում քրիստոնյաներին, այդ թվում հայերին աջակցելու վերաբերյալ, հավելել, որ պետք է քայլեր ձեռնարկվեն, ցույց տալու, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե Ադրբեջանը քայլեր չձեռնարկի պահվող հայերին ազատ արձակելու ուղղությամբ։ Ադրբեջանում մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը Եվրամիության համար առաջնահերթություն են եւ ընկած են ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հիմքում, ասված է Կայա Կալասի հայտարարության մեջ ի պատասխան Եվրախորհրդարանի падգամավոր Էմանուել Ֆրագոսի հարցին Ադրբեջանում բռնապետական միտումների վերաբերյալ։ Ֆրագոսը ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին հարցրել է նաեւ արդյոք Բաքուն պարտավորվել է ազատ արձակել ավելի քան 320 քաղբանտարկյալների, ազատել պահվող հայերին եւ ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի դարձի երաշխիքները։ Իրանի Սպահան քաղաքում Ավանար Պարսյան ընկերության պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, եւս երկուսը վիրավորվել։ Ըստ Iran International լրատվականի Ավանար Պարսյան ընկերությունը մասնագիտացված է այրվող նյութերի արտադրության մեջ։ Ընկերության կայքում նշվում է, որ այն արտադրում է հրավառության նյութեր եւ դինամիտ։